Ոչ մի արմատական հիմնական փոփոխություն չկա։ Վառ օրինակը գիտեք որն է։ Բոլորը Նիկոլին դեմ են ուզում են նոր ուժ, ինչի համար, որովհետև Նիկոլը ասում է Արարատը մերը չի, Արցախը Ադրբեջանը։ Ճիշտ է։ Ընտրում են նոր ուժ։ Նոր ուժը այսօր ի հայտ է գալի ուժեղ Հայաստան անունով։ Ընտրություն է կամ Նիկոլ կամ Սամվել Կարապետյան։ Ինչ է ասում Սամվել Կարապետյանի համ բարեկամ համ թիմակից Նարեկ Կարապետյանը։ Ասում ենք հարևան պետությունների հանդեպ ոչ մի տարածքային նկարտումներ չունենք։ Ինչ է ստացվում, համակարգը չմնաց նույնը։ Այսինքն, եթե դուք դժգոհ եք, որ Նիկոլը Արարատը ճանաչում է Թուրքիա, ոչ թե Արևմտյան Հայաստան, Արցախն էլ Ադրբեջան։ Խնդրում եմ, որևէ մեկը կար ասի տարբերությունը Նիկոլի քաղաքական դիրքորոշման ու ուժեղ Հայաստան կոչվածը, եթե երկուսն էլ ասում են, որ նկարտում չունենք։ Այսինքն, եթե չունես, դու չես ճանաչում դա հայկական։ Ու ինչն է հաստատում այն, որ նույն ուժեղ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջան։ Մենակ այն, որ նույն Նարեկ Կարապետյանը ասում է արցախցիները կվերադառնան Արցախ Ադրբեջանի անձնագրերի ներքո։ Այսինքն, ինչ է, ես ասում եմ, ես գար, դուք բոլորով գայլ։ Ես չեմ հասկանում։ Ադրբեջանի անձնագրերի ներքո գնալ Արցախ չեղավ, որ Արցախը Ադրբեջանը Արցախցին ուղղակի այնտեղի բնակիչ եղավ։ Հիմա որևէ մեկը կարող է ինձ ասի տարբերությունը։ Բառերի շարադրանքի մեջ է ընդհանրապես